Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, որ սենց ինքը իր քաղաքական թիմը սենց ֆուլ բեսպրեդել են դարել, երևի պատճառը այն է, որ Դոնալդ Թրամփը իր WhatsApp-ի համարը տվել է Նիկոլին, ասել է կզանգես։ Դոնալդ, բա չես վախենում, որ մի օր էլ Նիկոլը WhatsApp-ով քեզ գործից հանի։ Պատկերացնում եք, աբսուրդը հասել է այնտեղ, որ Նիկոլի գրպանում գտնվող տարբեր սատելիտներ, որպես աշխարհաքաղաքական ձեռքբերում համարում են որ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի WhatsApp-ի համարը ունի, լավ արա, այսքան իդիոտ, այսքան տխմար, այսինքն սա ինչ է, սա համարում են Հայաստանի նիկոլական դարաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը, գիտեք, մենք զվարճանում ենք որևէ ղեկավար նման հնարավորություն այո, որևէ ղեկավար նման հնարավորություն չի ունեցել Դոնալդի WhatsApp-ի համարը ունենալու, սա աբսուրդ է, սա ամոթ է եւ սա մեր խեղճության, մեր ողորմելիության հերթական ինչ ասեմ արձանագրումներից մեկն է, հասկանում եք, Նիկոլը Վիձիծիլի ունի Դոնալդ Թրամփի WhatsApp-ի համարը եւ սա արձանագրում են որպես դարակազմիկ հաջողություն, արձանագրում են երրորդ հանրապետության Նիկոլյան ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական խոշորագույն ձեռքբերում Դոնալդ, բա որ WhatsApp-ով քեզ գործից հանենք, խասյաթ ունի, չէ, WhatsApp-ով գործից հաներում ենք զվարճանում ենք, մենք ծիծաղում ենք այս կարգի անհեթեթությունների վրա, որ որպես դարակազմիկ Հայաստանի խոշորագույն նվաճում ներկայացվում է Նիկոլի գրպանու մեղածների կողմից, բայց իրականում սա մեր խեղճության, սա մեր ողորմելիության, սա մեր ամոթի հերթական ցուցիչն է, որ Հայաստանի ձեռքբերում համարվում է Դոնալդ Թրամփի WhatsApp-ի համար ունենալը։ Տիկին Զորաբյան, հիմա այս պարագայում մենք օգոստոսի 8-ի ուղիղ եթերը դիտեցինք, ինչպես Թրամփը երկու կողմերին է Ադրբեջանին եւ Թուրքիային ասում, որ եթե խնդիրներ առաջանան, կարող եք ինձ զանգել, Փաստորեն Ալիևն էլ ունի WhatsApp-ի համարը իդեպ, բայց մենք գիտենք, որ այդ համաձայնագրի նախաստորագրման մեջ ԱՄՆ-ն չի հանդիսացել որպես երրորդ կողմ, պարզապես որպես վկա ներկա է հանդես եկել։ Հիմա փաստորեն ինչ է դուրս գալիս, արդյոք կարող է WhatsApp-ի համարը ավելի ազդեցիկ ուժեղ դեր ունենալ անվտանգության խնդիրները կարգավորելու հարցում, քան հենց որպես երրորդ կողմ հանդես գա, օրինակ հենց թեկուզ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ես չեմ գովերքում, բայց գոնե այնտեղ կար երրորդ կողմի ներկայացում, որը որոշակիորեն գոնե կաշկանդում էր նույն Ալիևին։ Համաձայն եմ, սիրելի Ժաննա, միանգամայն ճիշտ եք, Վաշինգտոնյան փաստաթղթում ամերիկյան կողմը ընդամենը վկա է, այն ԶԱԳՍ-ի վկան է, էլի, Դոնալդ Թրամփը ԶԱԳՍ-ի քավորն է եղել եւ որևէ իրավական պատասխանատվություն այդ փաստաթղթի կատարման կամ չկատարման համար ամերիկյան կողմը չի կրում, ընդամենը Թրամփը ասել է, այս այն WhatsApp-ի համարը, իդեպ մի քանի անգամ էլ տարբեր հարցազրույցներում մոռանալով Հայաստանի անունը եւ ասելով Ալբանիա, պրոբլեմ լինի, կզանգեք, հասկանում եք, եւ այս մակարդակի պայմանավորվածությունը Թրամփը ասել է, չէ, ես նորից եմ կրկնելու, ես ֆանտաստիկ բրոկեր եմ, ցանկացած հողի վրա, ցանկացած երկրի կարամ բրոկերական անենց մի հատ գործար կանեմ, որ ես մշտապես շահող դուս կամ իսկ իրա քյարը Թրամփի խաղաղության Նոբելյան մրցանակն է, որը անպայմանորեն ինքը ստանալու է։ Պատկերացնում եք մի փաստաթուղթ, որի իրավական երաշխիքը Դոնալդ Թրամփի WhatsApp-ի հեռախոսի համարն է։ Սա նորից եմ կրկնում, այնքան աբսուրդ է, որ այս ներկայացնել որպես խաղաղություն, ներկայացնել որպես 34 տարվա մեջ առաջի անգամ պատմական ձեռքբերում, այս Նիկոլ Փաշինյանի հերթական fast food-ն է, որը Նիկոլին պետք է ընդամենը նախընտրական փուլում իր էլեկտորատին ուտացնելու համար։ Էդ է ամբողջ, այսպես ասենք, հա, ֆիշկան օգոստոսի 8-ի փաստաթղթի Նիկոլ Փաշինյանի համար նախընտրական պոպկորնի թուղթ է դա, ոչ ավել։